ջահել չես մնա ծերություն կգա աշխարհը փուչ է քեզ էլ չի մնա ջահել չես մնա ծերություն կգա Ստոմա դուք ինպես հիացած եք հիմա Այդտեղ Երևանում սենց բան չես հանդիպի Անտիր թզի ծառեր են Երստեղ նայեք ինչ փոքրիկ առելոկներ են կանաչ Հրաշալի է մոռացել եմ ասեմ որ այսօր վարդևոր է Իջևանում Գնում ենք դափնու տերևը տենալու Ջերմ ողջույն հարգելի ընկերներ այսօր շատ յուրատուկ վլոգ ենք ունենալու Չէ Այո, ինձ կողքից հուշում են որ այո, քանի որ գնում ենք քաղաքից դուրս Իջևան ենք գնալու այսօր Գյուղ ենք գնալու, այսպես ասած Մատաղի արարողությանը մասնակցելու Մեզ նույնպես հրավիրել են, այնպես որ լինելու է շատ հետաքրքիր Գնում ենք եղբորս Դվայրդնի եղբորս, այսինքն պապական, պատական տուն, օջախ Այնտեղ է տեղի ունենալու արարողությունը, ասեմ որ շատ վաղուց չեմ եղել այդտեղ, շատ վաղուց եւ առասարակ քաղաքից դուրս անկեղծ չեմ հիշում երբ եմ վերջի անգամ եղել Համար հաշվեք երկար դադարից հետո առաջի քաղաքից դուրս գնալն է եւ մենք բացի այս նաեւ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ին էլ միջոցառում ունենք քաղաքից դրսում, բայց տեսնենք թե ոնց ստացվի 100% չեմ երաշխավորում, բայց կաշխատեմ այնպես անել, որ ստացվի, այն որ խորովածի փառատոնն է լինելու, տեսնենք Ժպիտո ինձ կյանք է ներշնչել Եվ քեզ հանդիպում է իմ ճանապարհին Սիրտս է դու անխոս միշտ տալիս Եվ քեզ հանդիպում է իմ ճանապարհին Սիրտս է դու անխոս տալիս Եվ ինձ թվում է թե դու կմոտենաս Սիրո խոստումներով կյանքիս լույս կտաս Բայց դու անցնում ես եթե չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Բայց դու անցնում ես եթե չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում
ճամփին չկա սիրելիս Ծանոթ մարդիկ նայում են ինձ հարցնում Այս ճամփեքին արդյոք ունես որոնում Եվ ինձ թվում է թե դու կմոտենաս Սիրո խոստումներով կյանքիս լույս կտաս Բայց դու անցնում ես ու եթե չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Բայց դու անցնում ես ու եթե չես նայում Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում Երևանյա на гулянках играют свирель Мы на озеро Севане кушали форель И коньяк душистый крепкий пили там и тут Голова у нас в порядке, ноги не идут И звуками играя, сама поет зерна Ах, вот она какая, Армения моя Անցնում է օրը նայիր ձեր հորը աշխարհում հյուր ես ինչու տխուր ես ջահել չես մնա ծերություն կգա Աշխարհը փուչ է, քեզ էլ չի մնա Ջահել չես մնա, ծերություն կգա Աշխարհը փուչ է, քեզ էլ չի մնա Օրդ համբույր հեռու մի գնա Օրդ համբույր հեռու մի մնա Յարիդ համբույրից կարոտ մի մնա Անցած չեն դառնա Յարիդ համբույրից կարոտ մի մնա Անցած օրերը էլ հետ չեն դառնա Անցնում է կյանքի ջահել օրերը
Գետնի տակ են ջուր կերթան, եկեք նայենք ուր կերթան, գետնի տակ են ջուր կերթան, եկեք նայենք ուր կերթան, ախանջի գար իմ յարը, ինձ ուր թողած ուր կերթան, ախանջի գար իմ յարը, ինձ ուր թողած ուր կերթան, յարս թոփ մանչմեն է, անունը չեմ լսեր ինչ է, յարս թոփ մանչմեն է, անունը չեմ լսեր ինչ է, կեցած էր այն անկյունը, աչքով ու քո կգնեն, կեցած էր այն անկյունը, աչքով ու քո կգնեն, Գետնի տակ են պաղաղկյուր, արծաթասով ոսկեջուր, գետնի տակ են պաղաղկյուր, արծաթասով ոսկեջուր, սիրած յարին համբուրդուր, սիրածի սրտովը, սիրած յարին համբուրդուր, սիրածի սրտովը, յարս թոփ մանչմեն է, անունը չեմ լսեր ինչ է, յարս թոփ մանչմեն է, անունը չեմ լսեր ինչ է, կեցած էր այն անկյունը, աչքով ու քո կգնեն, կեցած էր այն անկյունը, աչքով ու քո կգնեն, Դե ինչ ընկերներ ջան, ինչպես նկատում եք, շատ երկար ճանապարհ անցանք, մոտ 250 կիլոմետր, ես հատուկ հարցրեցի, ճշտեցի, որ մոտ արապես մի փոքր ավել, մի փոքր պակաս այդքան է տարածությունը Երևանից մինչև Իջևան, մի փոքր հետո կիմանաք թե ուր ենք եկել, կիմանաք թե ինչ հետաքրքիր պահի ենք եկել։ Շատ ափսոս որ չհասցրեցի ձեր համար նկարեմ խորովածը պատրաստելու process-ը, մատաղը պատրաստելու process-ը նաև։ Չնայած որ ամսի 1-ին մենք շատ լավ իրադարձություն ունենք, հուսով եմ կնկարանենք այնտեղ։ Տեսեք ինչ սիրուն ընտիր սեղան են մեր համար գցել, պատրաստել, լրիվ գյուղական ավանդույթներով, գյուղական համ ու հոտով, ոնց տեսնում եք, նկատում եք, սիրուն տեղը տեղին ախորժելի եւ խորովածը եւ մասնավորապես գառան միսը պարզապես հալվում էր բերանում, իսկ այս լոլիկը, որի վրա կծու պղպեղներ են շարված, դա եղբորս գլուխգործոցն է, ինքն է պատրաստել, ինչպես եւ մնացած ամեն ինչը։ Նայեք այս ընտիր պատրաստած մատաղը, փած գառան միսը, անկեղծ եմ ասում, երբեք sense համեղ մատաղ չեմ կերել, կյանքումս մի քանի անգամ այ փորձել։ Նաեւ չհասցրեցի նկարանալ, երբ մենք նստած սրճում էինք, հարևանը մոտեցավ դարպասին եւ sense մեծ մեկ լիքը դույլով թուզ տվեց, ասեց որ դա իր ծառից է, այսօր վարդևորը եւ այս թուզը ի սրտե մեզ է տալիս, հենց որ ստեղ պահպանվել են դեռևս իսկական հարևանական անկեղծ մաքուր ու անարատ հարաբերությունները, տեսեք թե ինչ սիրուն բնություն է ստեղ, կանաչը, աչ ու ձախ ու վերևում մեր մոտ խաղողի ջիթերն են, տանտերը, օջախի տերը, տեսեք ոնց է դասավորում ամեն ինչ, սիրուն ճյուղերը դասավորում, որ հարթ ուղիղ սիրուն աճի ամեն բան, այստեղ շատ ուշադիր են բնության հանդեպ, ամեն թուփի հանդեպ ու դրա համար էլ բերք է տալիս, շատ լավ ձևով ամեն տնկած աճացրած ծառը, այստեղ էլ սիրելի շունիկը, սիրելի մեր փոքրիկը, այստեղ մի քանի սերունդ եք տեսնում կադրում, եղբորս տղան է, պես հենց էլ որոշեցինք զբաղվենք, մի քիչ մեզ զբաղացնենք, մի քիչ գնդակ գլորենք, միջև ժամանակը կանցներ, բայց ոչ մի ձևով չենք ուզում, որ ժամանակ անցներ, եթե անկեղծ, որովհետև շատ լավ էր, բնության գրկում, սիրուն, տանից հեռու, հով, դրսում էլ վարդևոր էին խաղում, բայց
մեզ չջրեցին, երևի թե չհանդիպեցինք դրա համար, դե հիմա եկեք գնանք արդեն բնության մոտ, ժամանակին տնկած, շատ լավ աճացրած ծառերը հիմա ձեզ ներկայացնեմ։ Դուք տեսնում եք հիմա այս sense փոքրիկ ճանապարհ այստեղ ու այս ճանապարհից այն կողմ արդեն պտղատու ծառերն են, այստեղ վերևում է խաղող կար ու այն կողմը լրիվ պտղատու ծառերն են։ Հիմա կգնանք, կհասնենք ու խոսանք էլ ավելի մանրամասն, ես ձեզ ամբողջը կբացատրեմ։ Այս գեղեցիկ այգով են քայլում, դու այն վլոգերը տեսել ես, յուր ընդհանրապես հետել մաս։ Ուրա կա, ընդեղա կարելոկը, կեք առաջ գնանք, ստումա դուք ինպես հիացած եք հիմա, հետև Երևանում սենց բան չես հանդիպի, իմ առաջ թզի ծառեր են, հա թուզա ճիշտ եմ, հելը տեսեք ինչ անտիր թզի ծառեր են, երբ հասնում, կարող է իմանալ, բայց ես արդեն հասածները կան ռեստորան, բայց ընդհանուր առմամբ հələ լիքը հասնելու տեղ ունի, հակառակն է նկարում, չէ, ռիլ սայզով, ստեղ էլ այլի թուզա, բայց արանքում մենք ինչ ենք տենում, իսկ ինչ ենք տենում, ուրա կարելոկը բա, կարելոկը այստեղ, այս կոմի վրա է, Սա կարելոկի ծառերն է, ռեստորան, տեսեք ինչքան բերք է տվել, հրաշք է մի հատ, նայեք, մի քիչ մոտ գնանք, այսա եկա մի րոպե, այստեղ նայեք ինչ փոքրիկ կարելոկներ են կանաչ, հրաշալի է, մոռացել եմ ասեմ, որ այսօր վարդևոր է Իջևանում, այդ կապակցությամբ ենք մենք ստեղ, հավաքվել ենք ընտանիքով նշելու, այս հենց աչ ու ձեղ պտղատու ծառեր, սիրուն, գողտրիկ, անկյուն էսել տան հետևի մասն է, որի պատերը կես դարից ավել պատմություն ունեն, ես ձեզ կպատմեմ ընթացքում արդեն, հետո մի քիչ հետո, իսկ ես ինչ, այս էլ է կարելոկ, ինձ պայտակ թված տանձ է, չգիտես ինչի, բայց ուր է դարնատարևը, որը, ես, չէ, դնում ենք դապնու տերևը տենալու, ես է, պատկերացնում եք, այս է դապնու տերևն է, ծառի վրա, ես կյանքում անկեղծ եմ ասում, չեմ տեսես այս բան, իրականության մեջ։ Մալինայի ճյուղերն է, սրանք, թե մոշի։ Մալինայի ճյուղերը, այս է։ Ես եմ յուս կոմից ցույց կտամ, այս ես դրախտ է մի հատ, ասեք ինչ կարա սրանից ավելի բուժիչ լինի ու լավ, ասե մեր չէ, այսինքն տունն է, որտեղ յուրանք հանգստանում են, իրենց տունն է, իրենց պապի, տատի տունն է եղել և փոխանցվում է ընտանիքից ընտանիք, այդտենց։ Ինձ ասեցին, յուրան ասեց, ավելի ստույկ, ասել է դապնու տերև, տեսեք, Իրանց հավաքում եք, ոобще մնում հավաքում եք, հավաքում չորացնում են ու օգտագործում են, ոնց որ մենք խանութից առնում ենք ու օգտագործում այդտենց հրաշալի է։ Սա երկրորդ հարկից է տեսքը, հարգելի ընկերներ, ստեղ նայեք, ընդհանուր այսպես ցույց եմ տալի, նայում եք, ձայնը լսում եք, ափսոս ակլորի ձայնը չի գալի, մի քիչ առաջ գալիս էր։ Սենց սիրուն, այս խաղողն է, որ մի քիչ առաջ ցույց տվեցի ձեզ, ինքը սև խաղող է, ես այն ակլորը տեսեք,
Մամա տեսնա գնաց սա այն խաղն է, որ մի քիչ առաջ ցույց տվեցի ձեզ, այս գիտես ինչ խաղ է, այս խաղի համը մեկ է բանում նատեղտերի սորկերի մեջ խաղի համը պրոգրամ ասում է, այդ սորտն է, որը շատ հազվադեպ է հանդիպում մեր մոտ, շատ հազվադեպ ու այդ սորտը հենց հիմա ձեզ ցույց եմ տալի, սենց սորտ դուք չեք կարող գտնեք ոչ մի տեղ կամ 1-2 տեղ հազիվ Հայաստանում, չգիտեմ, մենք էլ հյուրանիզացում եմ այստեղ վանքն է երևում ուրա հենց ցույց տա Դե ինչ ընկերներ, այսօրվա համար էլ այսքանը, գնացեք մայքնաբանություններում այս գեղեցկությունը, ինձ որ անձամբ շատ դուր եկավ, մեծ սիրով կգա այստեղ կհանգստանալու, նույնիսկ մի օրվա փոխարեն մի քանի օր, որ ես մի օրից ավել ոչ մի տեղ չեմ կարող հանգստանամ, ասեմ որ կամերայից այնքան յուրանա, ինքը մյուս վլոգերից մեկում արդեն հանդես կգա, բայց հիմա չուզեց երևա ոչինչ այսօրվա համար էլ այսքանը կհանդիպենք շուտով առայժմ ինչպես միշտ սպասում եմ ձեր մեկնաբանություններին